նորմալ է, թող իրանք իրենց գժությունը ցուցադրեն, մենք մեր քաղաքական խոսքը կասենք։ Բանակցությունները եթե շարունակվեին հայկական կողմը չընդուներ այդ ամբողջական փաթեթը որպես Ադրբեջանի վերջնագիր, հնարավոր էր որ էլի այդ լավ տարբերակին մենք հասնեինք, բայց ընտրություններին ընդառաջ իրենք չեն ուզեցել շարունակել բանակցությունները եւ համաձայնվել են բոլոր կետերին։ Մի կողմից մի ձեռքով մարդկանց սրտի կա ցույց տալիս, կներեք այս վուլգար նշանը վերարտադրելու համար, մյուս կողմից սպառնում է չգիտեմ փշրել, կտրտել։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սա կարելի ասել մեր մտքերի գեներացման սենյակն է, այստեղ տարատեսակ նաև կարծիքների բախումներ են լինում։ Ուրեմն սա մեր կայքն է, հատուկ տեսնում եք ԼՀԿ 2026.am-ով է, որտեղ մենք մի քանի կարևոր բաներ ենք զետեղել։ Մեր հիմնական կայքին է, պաշտոնական կայքին է հղում կա, որը այսպես երբ որ սեղմում եք, արդեն տանում է մեր պաշտոնական կայք, որտեղ էլի մեր նախընտրական կայքը ներկայացված է։ Ինչ ենք այստեղ արել, վիրտուալ շտաբ, որպեսզի մարդիկ կարողանան հեշտությամբ իրենց խնդիրները լուծել, տեսնում եք շատ պարզ ձևաթուղթ է, հիմնականում որ համայնքից է, քարտի դիմումի բովանդակություն, անձնական հեռախոսամար, որ կարողանանք կապվել եւ եթե հեռախոսամարը հասանելի չի լինում, էլեկտրոնային փոստի միջոցով ենք փորձում պատասխանել հարցերի։ Հարցնում են մեր տնտեսական ոլորտային ծրագրերի մասին, սոցիալական, մեր անվտանգությունը մենք ինչպես ենք պահելու եւ միակ հարցը, որ այսպես մարդկանց ուզում է, խորհրդարան անցնելու պարագայում, թե որ ուժին ենք մեր ձայնը տալու։ Ես կարծում եմ շատ նորմալ եւ լեգիտիմ հարց է, որովհետեւ ընտրողը ընտրությունից առաջ պետք է հստակ պատկերացում կազմի, թե ինչ ուժերի հետ ենք մենք համագործակցելու։ I'm just calling to say Պետք է ազգասեր մարդ, ոչ թե ազգադալ մարդ։ Այս խայտարակ վիճակը ուղղակի ասենց երթևեկել այս ավտոբուսով։ Պարոն Մարուկյան, նկատում ենք, որ տեղեր կան, վայրեր կան, միայն ձեր դեպքում չէ, մարդիկ փորձում են խուսափել, փորձում են չներգրավել պրոցեսներին, ինչի հետ եք սա կապում։ Գիտեք, այսօր ինձ մի կին ասեց, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, այդ այն դեպքում, որ ուղղակի բուկլետ եմ ուզում տամ, ուզում եմ ասել, որ մենք դեռ երկար իրավագիտակցության, քաղաքական գիտակցության բարձրացման վրա պետք է աշխատենք, այսինքն մարդը չմտածի, որ ընտրություններին մասնակցելը քաղաքականությամբ զբաղվել է, զուտ որպես ընտրող նկատի ունեմ, սա մեկ եւ մյուսը ես 12-13 տարվա միայն քաղաքական ընդդիմադիր գործունեության փորձ ունեմ։ Եվ ուզում եմ ասել, որ չեմ հիշում նման ժամանակաշրջան, որ մարդիկ այսքան վախեցած լինեն։ Այդ վախը զգում եմ, այդ կամերաներից փախնելը, այդ բանը, հանկարծ ֆոտոապարատ անգամ տեսնում են, խուսափում են, ահավոր վախ կա։ Մի նկարեք, կամերաներն ասում են անջատեք, հենց անջատում ենք մարզերում հիմնականում։ Սկսում են խոսել, բողոքել, իշխանություններից ամեն ինչի մասին անկեղծ պատմել ինչա կատարվում, բայց եթե կա նկարահանում շատ մեծ վախ կա։ Ահա նաև դրա համար է, որ մենք խուսափում ենք տենց հանդիպումներ կազմակերպել, որ մարդիկ չերևան։ Որտեղ ոնց որ մարդկանց դու դնես հարվածի տակ, մենք կգնանք այդ քաղաքից, այդ գյուղից, հետո այդ մարդը խնդիրներ ունենա։ Կարծես պիտի խնդրեմ գնահատական տակ այն մթնոլորտին, որում անցնում է քարոզարշավը, ինչպես է գնահատում, ինչու է այս աստիճան սրվում խոսույթը եւ բառապաշարը։ Եթե միտեղ կա Նիկոլ Փաշինյանը, ինչպես կարող է չսրվել, ինչպես կարող է թույն չարտադրվել, ատելություն չարտադրվել։ Բնական է։ Իր իշխանության վերարտադրությունը, ատելության խոսքի շուրջ
իրականացված մոբիլիզացիայի հաշվին։ Երբ իրան ձեռք է տալիս հակառուսականության շուրջա մոբիլիզացիա փորձում ապահովել, հիմա ոնց որ թե չափը շատ էր անցել, այսօր Պուտինին սեր խոստովանեց, սրանից մի քանի օր առաջ էլ արցախցիների նկատմամբ, արցախյան բարբարի նկատմամբ ատելություն տարածում, ֆաշիստական ձևակերպումներ անում, այսինքն բնական է, ես ընդհանրապես կողմ եմ սուր քաղաքական պայքարին, բայց այն ինչ որ մա կատարվում է, դա դժվար է անվանել սուր քաղաքական պայքար, դա ավելին է, քան սուր քաղաքական պայքարը։ Առհասարակ սա քաղաքական պայքար է իրականում, թե սա այն ինչ կատարվում է իրավական դաշտում։ Ում արածը։ Երևի թե Փաշինյանի, որտեղ մենք սպառնալիքներ ենք նաև լսում։ Նիկոլ Փաշինյանի գործողությունները բնականաբար պետք է իրավական գնահատական ստանան։ Մի կողմից մի ձեռքով մարդկանց սրտի կա ցույց տալիս, կներեք այս վուլգար նշանը վերարտադրելու համար, մյուս կողմից սպառնում է, չգիտեմ, փշրել, կտրտել, ինչ չեմ հիշում արդեն վուլգար ոչ եթերային բաներ է խոսում, այսինքն դրանք պետք է իրավական գնահատական ստանան, կնոջ քաշքշում, չգիտեմ ինչ անում, ակնհայտ է, որ այդ մարդը չի կարող այլևս գնալ պաշտոնավարման, առավել ևս երրորդ ժամկետի ինքը պատրաստ չէ, թե ինքը հանկարծ Աստվածաշանի վերարտադրվի, մեր երկրին աղետներ են սպասվելու։ Մենք ամեն օր արթնանում ենք ինչ-որ նոր ձայնագրությամբ, ամեն օր լսում ենք սատկացնելու ներողություն արտահայտությանս համար եւ բառապաշարի իմ խոսույթի չի սատկացնելու մնացածը չցիտեմ ուղղակի։ Սա ինչի մասին է։ Դուք առհասարակ հիշում եք այսպիսի քարոզարշավ։ Նայեք, ես հիշում եմ, այո, 21 թվականին էլ է այսպես եղել եւ 21 թվականի կրկնությունն է սա հիմա։ Ամբողջ միտքն այն է, որ նորից այդ վախերով, վախեցնելով նախկինների վերադարձով, վախեցնելով պատերազմով, թալանի, ես իմ ինչ խոսույթով, հիմա տեսեք ինչ որ ցեմ զավոդ են վերադարձնում, չգիտեմ, այս խոսույթով փորձում են նորից ընտրություններում հաղթանակ տոնել, բայց գիտեք, սա այսինքն քանի տարի պետք է մարդիկ լսեն մարտի 1-ի դեպքերի բացահայտման մասին, քանի տարի պետք է լսեն հոկտեմբերի 27-ի մասին, քանի տարի պետք է լսեն, չգիտեմ, թալանը հետ բերելու մասին, ասենք նույն պրոդուկտը, դա պրոդուկտ է քաղաքական, այդ նույն պրոդուկտը, այդ սուտը, ինչքան կարելի է վաճառել մարդկանց վրա, հա, ես հույս ունեմ, որ այս անգամ չի ստացվելու։ Ես հույս ունեմ, որ այս անգամ չի ստացվելու, որովհետև մարդիկ մի անգամ 21-ին տեսել են այդ նստածնողներին, էլի նստածնելու ենք, նստելու ես, սատկացնելու ենք, լավ է, ծիծաղ է առաջացնում ուղղակի։ Պարոն Մանուկյան, դուք վարչապետի տեխնացու չեք առաջադրում, դուք ունեք նախագահի տեխնացու։ Այստեղ իհարկե ձեր նկատմամբ քննադատություն կա, հարցում են, բա ինչպես, ինչ ֆունկցիաներ ունի, ի վերջո նախագահը մեզ մոտ գոնե լիազորություններն այդքան լայն չեն։ Նա մենք չենք ուզում, որ հենց մեր տեխնացուն լինի, մենք ասում ենք, որ մենք ունենք տեսլական Նախագահի ինստիտուտի հեղինակությունը բարձրացնելու համար, ընդդիմադիր բոլոր ուժերը կարող են հայտարարել միանալ այդ տեխնացությանը եւ ասել, որ գան իշխանության, չէ, իրենք ամեն ինչ անելու են, որ Նախագահի ինստիտուտը վերափոխվի, այս նախագահան հեռացվի, բայց մենք չենք տեսնում դեռ նման աջակցություն այդ մասով։ Ինչ աբերում է վարչապետի տեխնացուին կարծիքս լավ խոսք ունի, ասում է, որ կոստյումը կարողացել առնել վարչապետի տեխնացու առաջադրվել, դա ես կարծում եմ այդ էգոիզմը քաղաքական պետք է մի կողմ դնել, այլապես հնարավոր չի լինելու կոնսոլիդացիոն process-ներ անել։ Դուք կարծեմ թե առաջին անգամ է, որ որոշել եք քաղաքական դաշտում հանդես գալ, վստահ եմ այս հարցը ձեզ ուղղվել է, բայց եւ այնպես ինչու ԼՀԿ եւ ինչու այնուամենայնիվ որոշեցիք մտնել քաղաքական դաշտ։ Ինչու ԼՀԿ, բայելով է թե ոչ ԼՀԿ։ Ուրիշում միանա է։ Պարոն Մարուկյանի հետ մենք վաղեմի ընկերներ ենք, իրար հետ ենք աշխատում, ունենք ընդհանուր գաղափարներ, ունենք ընդհանուր գաղափարախոսություն, ընդհանուր աշխարհայացք եւ Հայաստանի ներկան, ապագան, ինչու՞ չէ նաեւ անցյալը մենք միատեսակ ենք տեսնում եւ բնական է որ պետք է իրար հետ համագործակցենք։ Այսինքն միությունը գաղափարական է, մերկանտիլ ոչինչ չկա։ Ձեր առանձնահատկությունը նաև այն է, որ դուք մասնակցել եք խաղաղության պայմանագրի կազման ինչ-որ փուլին բանակցությունների ընթացքին եւ քաջածանոթ եք եւ դուք հայտարարում եք, որ իշխանության գալու կամ որոշակի լծակներ ունենալու դեպքում հնարավոր է լավարկել այդ խաղաղության պայմանագիրը եւ այլն։
բայց մենք հիշում ենք նաև Նիկոլ Փաշինյանի խոսույթը առայն, որ եթե վերաբանակցվի, սա պատերազմի կբերի։ Դա շանտաժ է, դա սովորական շանտաժ է, անգամ ինքը իր խոսքում ասել է, որ 3 տարբերակ կա, 3-ից մի տարբերակը կարող է լավանալ, լավ տարբերակ լինի, մյուս երկուսը վատ։ Այսինքն, էլի մեկ տարբերակով անգամ իր ասած, ինքը չի բացառել, որ հնարավոր է լավարկել, լավացնել։ Բանակցությունները եթե շարունակվեին հայկական կողմը չընդուներ այդ ամբողջական փաթեթը որպես Ադրբեջանի վերջնագիր, հնարավոր էր, որ էլի այդ լավ տարբերակին մենք հասնեինք, բայց ընտրություններին ընդառաջ իրենք չեն ուզեցել շարունակել բանակցությունները եւ համաձայնվել են բոլոր կետերին։ Այսինքն ներքաղաքական շահը ավելի գերակային դասել, քան պետական շահը։ Էս է խնդիրը։ ԿՊ-ի հետ համագործակցությունը բացառվում է։ Պարոն Մարուկյանը ասել է, իրենց հետ մատակ չեն գոտի, ես էլ հաստատում եմ։ Մեղադրում են ձեզ դեսպան աշխատելու Նիկոլ Փաշինյանով եւ նաեւ անվստահություն կա ձեր նկատմամբ, թերևս նախ ուզում եի հարցնել այդ անվստահությունը հաջողել եք կոտրել այս ընթացքում։ Գիտեք, անվստահությունը ում կողմից կա։ Օրինակ այն ուժերը, որոնք որ ի սկզբանե այլ պատկերացումներ ունեն, այդ ուժերի ու մեր ձայները իրար հետ կապ չունեն։ Մեր էլեկտորալ տարածքներն այլ է։ Այսինքն մենք այն դաշտում ենք, որ հեղափոխությունը ողջունել ենք, այդ դաշտի քաղաքացիները չունեն նման խնդիր, ինչու՞։ Որտեղ այդ դաշտի մարդիկ կարծում են, որ պետք է այդ պահին ներդրում ունենալ, փորձել մի բան անել, ոչ թե ձեռքերը ծառած նստել, հայհոյել եւ ասել ոչ մի բան պետք չի անել, այլ այդ պահին եղած ժողովրդի տված մանդատը փորձել կյանքի կոչել։ Ժողովուրդը մանդատ էր տվել, որ հայկական Արցախ լինի։ Եթե այդ պահին օրինակ լիներ ազգային համաձայնության կառավարություն, բոլորը միավորվեին դրա շուրջ, կարող է մնար Արցախը։ Բայց միայն ես եմ գնացել այդ քայլին եւ նրանք ովքեր չեն եկել այդ քայլին, նրանք հնարավորինս ինչ կարողացել արել են։ Այդ սև արշավ անել բան, սև PR անել բան։ Բայց գիտեք, հիմա ես կարծում եմ, որ այս պահին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից միակ մարդը, միակ ուժը մենք ենք, որ մենք գիտենք բանակցային գործընթացի մասին եւ մենք գիտենք թե ինչ կարելի է անել։ Մնացածները այդ լծակներին չեն տիրապետում, որտեղ չեն ներգրավել, տեղյակ չեն բանակցություններից եւ այն ինչ որ խոսում են ուղղակի լսած բաներ են ասում եւ ես անկեղծ ասեմ շատ դեպքերում էլ լսում են ես ինչ եմ ասում կրկնում են։ Դրա համար այդտեղ էլ բան չունեմ, այսինքն իրանք կրեդիտ չունեն։ Հիմա քաղաքացին տեսնում է այդ մարդիկ եկան բանակցային գործընթացից տեղյակ չեն, չգիտեն ինչա լինելու եւ ռիսկերով լի ինչ որ հայտարարություններ են անում։ Մեկը կարսի պայմանագիրն է վերանայում, այն մյուսը չգիտեմ ինչ է ասում։ Այդ մարդիկ ռիսկային են։ Ես նկատի ունեի քաղաքացիների շրջանում այդ անվստահությունը։ Դուք շրջում եք կարող եք ինքներդ տեսնել։ Այն ջերմությունը, որ ես եմ տեսնում, ասեմ։ Ես չեմ կարող ասել այդ ջերմությունը որքան ձայն է, չեմ էլ ուզում նման կանխատեսումներ անել, բայց մենք փողոցներում քայլելու խնդիր չենք ունեցել առաջի օրից, երբեք չեմ ունեցել։ Որտեղ մարդիկ իրականում հետևել են, գիտեն ով ինչ է արել, ժողովուրդը լավ գիտի։ Այդ ինչքան ուզում եմ մեդիաներով բան։ Մի հատ լավ ընկեր ունեմ, ասում եմ, հիմա ասում եմ, որ դու մի քիչ փող ծախսեիր, այդ հրաժարականից հետո քեզ հերոս կսարքեին, բայց որ փող չես ծախսել, փորձագետներ վարձեիր բանաներ գնան եթերներում ասեն ինքը հերոս է, հրաժարական է տվել, Փաշինյանի հետ չի համաձայնել։ Բայց որ դա չեմ արել, դրա հակառակն են իմ դեմ արել։ Բնականաբար կոնկրետ քաղաքական նպատակով, որ հետո ապագա ընդդիմադիր պայքարում իրանք լինեն ավելի իբր թե ավելի ընդդիմադիր։ Ես շատ հանգիստ կարող եմ ասել, կրեկտ է։ Բոլորը գիտեն, որ իրենք իրենցով միայն այն եղած հնարավորությունները որ ունեն, չեն հաղթում ընտրություններում, չեն կրում, չեն փոխում իշխանությունը։ Այդտեղ որտեվ դրա համար կարիք կա, որ նաև մենք լինենք, որպեսզի վերջնական փոփոխությունը լինի։ Առանց մեզ չի լինելու այդ փոփոխությունը։ Այսինքն նկատի ունեք, որ դուք հավաքելու եք 4% վստահություն ունեք, որ անցնեք։ Այո, այսինքն միտքը որն է, տեսեք, եթե 3 ուժ անցնում պարլամենտ, այն 3 ուժերը, որի մասին խոսում են, իշխանությունը հաղթում է։ Ուղղակի հաղթում։ Սոցիոլոգիան այդպեսին է։ Ունեք դուք տվյալներ։ Հրապարակվածներից էլ է երևում, եթե մեկը նստի լուրջ ուսումնասիրի, կտեսնի որ կոնկրետ այդպես է, բայց եթե նաև մենք ենք մտնում պարլամենտ եւ մեր առաջարկն ենք առաջ բերում կոմպրոմիսային վարչապետի տեխնացու, կոմպրոմիսային պարլամենտ, բազմաուժ պարլամենտ, այդտեղ բան է փոխվում։ Կոմպրոմիսային վարչապետի տեխնացու ում հետ կոմպրոմիս, ում հետ եք։ Բոլոր ուժերը իրար հետ կոմպրոմիսով ընտրում են տեխնացու։ Իմ ներկայացած 4-ի տարբերակում 4 ուժը արդեն կարողանում է ընտրել։ Մեծամասնություն ալի։